կայուն զարգացման համար մեզ անհրաժեշտ է որպեսզի մեր հաջորդ սերունդը մտնի տեխնոլոգիական դաշտ եւ մեր կրթությունը իրենց նախապատրաստի դրա համար։ Դրա համար այսօր պետք է առաջնահերթություն տալ այն առարկաներին, որոնք կապված են տեխնոլոգիաների հետ եւ առավել կենտրոնանալ ուսուցիչների վերապատրաստման կամ նոր ուսուցիչների ներգրավման այդ ոլորտի համար, որը մեզ համար այսօր խնդիր է, մենք ունենք միայն անկում բնագիտական առարկաների ուսուցիչների քանակի Հայաստանում, իսկ պետք է այդ միտումը փոխենք։ Եվ դա թիվ 1 առաջնահերթություն է մեզ համար։ Դրա համար պետք է նաև որ երիտասարդները, ովքեր մտածում են իրենց ապագա կարիերայի մասին, մտածեն, որ ուսուցչությունը այն էլ այդ ոլորտում ապագայում լինելու է շատ խոստումնալից եւ հետաքրքիր գործ։ Եթե դա փորձենք մի քանի բառով ասել, մեզ ինչ է պետք։ Մեզ պետք է կրթություն, լավագույն կրթություն աշխարհում տեխնոլոգիական ոլորտում։ Մեզ պետք են լավագույն դպրոցական կրթություն եւ լավագույն համալսարանական կրթություն եւ մեծ հավակնություն այդ ոլորտում։ Մենք պետք է հավաքենք քրիտիկական զանգված մտավոր կարողության բջջի ոլորտում։ Նշանակում ենք պետք է կարողանանք ունենալ ուսուցչական կարողություն եւ համալսարանական ուսանողների եւ աշակերտների ապագա կարողությունները ձևավորելու համար, որպեսզի լինենք մրցակցային այդ ոլորտում։ Ինչպես երկրորդացնեմ մի անգամ։ Ինչպես մենք պետք է ստեղծենք ծրագրեր եւ գործողություններ իրագործենք, որպեսզի գրավենք, ներգրավենք երիտասարդներին, ովքեր այսօր մտածում են ինչպես շարունակեն իրենց կյանքը, որ գան եւ զբաղվեն կրթական գործունեությամբ, լինեն ուսուցիչներ եւ դրա հետ մեկտեղ փոխենք ուսուցչի աշխատանքի պատկերը հասարակության մեջ, որպեսզի այն լինի գրավիչ։ Ինչ ծրագիր։ Գնալ համալսարաններում, համոզել երիտասարդներին ընտրել ուսուցչությունը որպես իրենց համար ապագա մասնագիտություն, հրապուրելով տարատեսակ սոցիալական հետևանքներով դրական իրենց համար, ինչպիսին են ամենաբար բարձր միանգամից աշխատավարձ, տարբեր տեսակի հնարավորություններ եւ այլն, որպեսզի մենք ունենանք ներհոսք լավ ուսուցիչների դպրոցներ։ Հայաստանն ունի փող դրա համար։ Դա փողի խնդիր չի, դա ընդհանրապես աշխատանք է պահանջում եւ որոշակի պետական քաղաքականություն։ Ինչն է պակասում մեզ հիմա։ Վճռականությունը պետական քաղաքականության մեջ ավելի հստակ քայլեր, ընդհանրական խոսքերից կոնկրետ գործողությունների անցնելու, կոնկրետ ֆինանսավորված ծրագրեր, որոնք միտված են այդ նպատակին հասնելու։ Ինչքան ժամանակ է մեզ պետք սրա համար։ Եթե մենք ուզում ենք վերականգնենք մեր ուսուցչական պոտենցիալը դպրոցներում եւ դասախոսական պոտենցիալը համալսարաններում, երևի 3-5 տարի կտևի դա, գուցե մի քիչ ավել, որտեղ մեր կադրային բացը արդեն բավականին մեծ է, բայց դա միակ եւ ամենակարևոր քայլն է, որից պետք է սկսել, այլապես մենք ապագայում ունենալու ենք անկում։ Մենք ուշանում ենք, ուշացել ենք, թե արդեն ուշ է։ Երբեք ուշ չէ, որովհետև այդ ոլորտը անընդհատ զարգանում է դինամիկ է եւ դու կարող ես այդ գնացքը նստել ցանկացած պահին, ուղղակի պետք է շտապել, որ ավելի շուտ նստենք, որ ավելի մեծ հաջողություններ ունենանք։ Հայաստանն ունի անկումից բարձրանալու հնարավորություն։ Չեմ կարծում, որ հիմա Հայաստանը գտնվում է հենց անկման մեջ, կարծում եմ մենք արդեն իսկ գտնվում ենք մեզ վեր գտնելու ճանապարհին, բայց այո, մենք պետք է հավատանք, որ այդ հնարավորությունը կա, որովհետև ապագան ոչ ոք չգիտի, այն անորոշ է եւ այն երկրների համար, որոնք ապագայի հետ մեծ հույսեր են կապում, դա իրականում եզակի հնարավորություն է։ Ումից օրինակ վերցնի Հայաստանը։ Ես կվերցնեի այն երկրները, որոնք մեզ ավելի մոտ են իրենց մշակույթով եւ հոգեբանությամբ, երկու երկրները ես կնշեի Իռլանդիան եւ Իսրայելը, երկուսն էլ ինչ որ պահին օգտագործեցին այն եզակի հնարավորությունները ընձեռնվեց, որպեսզի ոտքի կանգնեն եւ զարգանան, եւ երկուսն էլ այսօր են շատ զարգացած տնտեսություն։ Երրորդ երկիրը, որը կարելի է դիտարկել, դա Չիլին է։ Չիլին էր ժամանակին շատ ագրարային պետություններ, իսկ հիմա գնալով դառնում է ավելի տեխնոլոգիական, եւ դա շնորհիվ նրա, որ պետությունը նման ճանապարհ որդեգրեց եւ գնաց վստահորեն այդ ճանապարհով։ Մեր հասարակությունը հրաշքների հավատացող հասարակություն է։ Սա հրաշք է, թե իրական քայլեր։ Հրաշքներին պետք է հավատալ, առանց հրաշքի հավատալ ոչինչ չի ստացվում, սակայն հավատալու հետ մեկտեղ պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Կարծում եմ, որ եթե մենք ճիշտ քայլեր ձեռնարկենք, մենք խնդիր չենք ունենա, որովհետև կա պահանջարկ լավ մասնագետների այս տեխնոլոգիական ոլորտներում արդեն գործող ընկերությունների կողմից եւ կա գլոբալ պահանջարկ, իսկ դա նշանակում է, որ Հայաստանում կավելանան տեխնոլոգիական ընկերություններ, եթե մենք ունենանք գնալով մարդկային պոտենցիալ այդ գործունեությունը իրականացնելու համար։ Հայաստանը հետաքրքրում է աշխարհին, թե Հայաստանը պետք է այնպես անի, որ հետաքրքրի։ Հայաստանը դժվար թե հետաքրքրի աշխարհին, հենց այնպես որևէ երկիր չի հետաքրքրի, եթե չանի քայլեր,
կարծում եմ, որ մեր առաջնային քայլերը պետք է լինեն ոչ միայն գործել հենց ինչ-որ արդյունքի հասնելու ուղղությամբ, այլ նաև իրականում Հայաստանի համբավը աշխարհում բարձրացնել, դրա համար օգտագործելով տարբեր լծակներ, մեդիայում, գովազդային լծակներ եւ այլն, ինչպես անում են շատ եւ շատ երկրներ։ Այդ ամեն ինչը իրագործելու համար ինչ է պետք։ Պետք են հաջողության պատմությունների իհարկե առաջին հերթին, մենք դրանք արդեն ունենք, լավ կլինի որ դրանք շատանան, արդեն գործող ընկերությունները պետք է գիտակցեն, որ իրենց գործը միայն իրենց գործը չէ, դա նաև իրենց երկրի գործն է, իրենց հաջողություններով պայմանավորված հետո սերունդներ հաջողություններ կունենան եւ պետք է ներգրավեն պետության այդ համագործակցության մեջ, որպեսզի պետությունը կարողանա իրենց գործունեության համբավը տարածել աշխարհում եւ ցույց տալ իրենց օրինակով, որ այստեղ հնարավոր է զարգացում, բայց նաև մենք պետք է վերհիշենք, որ ժամանակ մենք շատ ուժեղ ենք եղել որպես տեխնոլոգիական կենտրոն նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեջ եւ գիտակցենք, որ դա հենց այնպես չէ, որ դրա յետևում կա որոշակի նկարագիր, որոշակի մշակույթ, որ մենք ունենք, որը տալիս է նման հնարավորություն եւ ուղղակի վեր գտնենք մեզ այդ առումով։ Մենք կարող ենք։ Իհարկե մենք կարող ենք, միանշանակ։